Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում է, որ հրաժարվում է ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից։ Ոչ թե վտանգը գալիս է հարևան պետությունից, այլ վտանգը նստած է մեր պետության ներսում։ Այս պահին նստած Երևանի կենտրոնում զբաղված են ադրբեջանական եւ թուրքական թեզերի ամրապնդմամբ։ Ես ապուշ էի, հավատում էի այդ հիմար մտքերին, որ Արցախը մեր հայրենիքն է, հետո հասկացա, որ Արցախը մեր հայրենիքը չէ։ Վլադիմիր Պուտինը հայտարարի, որ Սյունիքը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Ինչ է, Փաշինյանը էլի նույն տրամաբանությամբ Սյունիքը կճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Հարևան թշնամի պետությունը առանց որևէ խոչընդոտի մեծացնում է իր պետության տարածքը։ Այսինքն առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու միագործիկը վախն է մնացել Փաշինյանի։ Հայաստանի Հանրապետությունում վախի մթնոլորտը, ես չգիտեմ, այս մակարդակի երբևէ չեմ հիշում։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, իմ հյուրը այսօր Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ, քաղաքագետ, թուրքագետ Հովիկ Մկրտչյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մկրտչյան, հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում է, որ հրաժարվում է ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից։ Միջազգային ատյաններից Հայաստանը պարտավորվում է ետ կանչել ընդամենը 6 տարի առաջ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններին վերաբերող իր հայցերը։ Նաև 3 տարի առաջ ընդամենը Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, հայաթափմանը վերաբերող հայցերը։ Միաժամանակ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ առաջարկում է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն։ Հիմա մենք սա ոնց հասկանանք։ Սա մեզ հասկանալու համար ընդամենը պետք է մի փոքր հետ գնալ ներկայիս կառավարության ղեկավարի կենսագրությունը մի քիչ ավելի վաղ ժամանակից դիտարկելով ու գալ առաջ, հասկանալ մի բան։ Նա իր երիտասարդ տարիներից դիրքավորվել է որպես ոչ պետականամետ, հայատյաց, իսկ արդեն ստանձնելով երկրի բարձրագույն ղեկավարի կարգավիճակը, պաշտոնը, սպասարկումը հարևան թշնամի պետության շահերը, ընդ որում դա արվում է բացառիկ սինխրոն հարթության վրա։ Մի կողմից Հայաստանի Հանրապետությունը բարձր ղեկավարության անունից հայտարարում է հրաժարում, մյուս կողմից արդեն հաջորդ քայլը մենք տեսնում ենք թշնամի պետության արած հայտարարությունները։ Խաղի կանոնները հստակ գծված է, մենք խաղի կանոններից տեղյակ չենք, բայց մեր իրականությունն է այդպիսին։ Նա խաղում է հստակ համակարգված խաղի կանոններով։ Որոնք են այդ խաղի կանոնները։ Որն է այդ մեծ խաղը, որի մասին հայ հանրությունը կարծեք տեղյակ չի։ Մի մասը տեղյակ է, գուցե ահազանգում է, մյուս մասը չի ուզում տեսնել իրականությունը։ Ցավոք սրտի դարեր շարունակ մեր հարևան պետությունները, հարևան ազգերը, առհասարակ պետություններին, ազգերին բնորոշ հատկանիշ է, բնականաբար հարևանը հարևանից ուզում է ստանալ ինչ, հող, տարածք եւ այլն։ Ամեն մի պետություն ինքը մեծանալու հակում ունի։ Մենք գտնվելով այս տարածաշրջանում, ունենալով հարևաններ, որոնք երբևէ չեն թաքցրել իրենց նկրտումները, 21-րդ դարում մենք հասել ենք մի իրավիճակի, որ արդեն ոչ թե վտանգը գալիս է հարևան պետությունից, այլ վտանգը նստած է մեր պետության ներսում։ Դա առհասարակ որպես ազգ, որպես էթնիկ միավոր հրաժարումն է ու որպես հայրենիք։ Չեմ ասում պետություն, որովհետև պետությունը մի քիչ ինքը ավելի իրավական հարթության վրա է, իրավական դաշտում է։ Խնդիրը ազգի, էթնիկ խմբի ու հայրենիքի մասին է։ Եվ հիշողության։ Բնականաբար։ Ցեղասպանության թեմայի հետ կապված բառացի մեջբերում եմ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ուղակի։ Բավարար է ժողովրդին
սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Այդ մրցավազքը պետք է դադարեցնել։ Մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանության մեջ։ Ես, որպես Հայաստանի վարչապետ, հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, համարելով, որ պետք է գնալ արդար ներկայի հետևից։ Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը չի խոսում ցեղասպանության մասին, որովհետև Հայաստանն է խոսում։ Ադրբեջանը խոսում է, որովհետև դա բխում է իր ռազմավարական շահից։ Այսինքն Ադրբեջանում ակնհայտորեն զարգացնում են այն թեզը, որ բոլորը բոլորին են սպանել։ Դա անում է նաև Թուրքիան։ Թուրքիայի տարիների քաղաքականությունը եւս այս մասին է եղել, որ տեղի է ունեցել պատերազմ, տեղի են ունեցել սպանություններ եւ այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ բոլորն են տուժել։ Հիմա ինչ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը այս պահին նստած Երևանի կենտրոնում զբաղված են ադրբեջանական եւ թուրքական թեզերի ամրապնդմամբ։ Տեսեք, շատ հետաքրքիր երևույթ կա, որի մասին ոչ հաճախ երբեմն բարձրաձայնվում է մեր լավագույն իրավաբան գիտնականների ու պատմաբանների կողմից։ Անցած դարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը թուրքական դատարաններում կան հստակ վճիռը օրինական ուժի մեջ մտնող ու բնորոշող փաստաթղթեր։ Դա ակնհայտ փաստ է։ Դա անգամ հիշողություն չէ, դա փաստ է, որի հետ պետք է առերեսվել։ Ինչ ենք անում մենք։ Մենք ասելով ես նկատի ունեմ ներկայիս գործող իշխանությունը ու առհասարակ անցած դարի սկզբից տեղի ունեցածի ու մինչև 21-րդ դար հասնելով թուրքական պետությունը իր ամբողջ ժամանակահատվածում առաջ է տանում թեզ, որ բոլորը բոլորին սպանել են, ցեղասպանություն տեղի չի ունեցել, չնայած նրան, որ կա օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ փաստաթղթեր։ Մենք ինչ ենք արել։ Մենք այդ ամբողջ ընթացքում իրավական, պատմական, դիվանագիտական հարթությունից հարցը դրել ենք հուզական դաշտ ու հուզականությամբ հիշելով, ինչը հիշենք, ինձ համար միշտ դա անհասկանալի է եղել, թե ինչն ենք հիշում, ինչի համար ենք ողբում ու ինչ ենք ուզում, ինչ ենք արել մենք դրա համար։ Որոշակի ինչ որ բաներ, բայց ոչ համարժեք։ Ամեն ինչ համարժեքության մեջ է։ Դիվանագիտության մեջ առավել եւս համարժեք պատասխան տվել ենք արդյոք։ Ոչ իհարկե։ Ինչ առումով համարժեք պատասխան։ Համարժեք պատասխան նրանք բերում են թեզ, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, մենք չենք կարողանում համարժեք պատասխանել կամ մի քայլ ավել ապացուցել, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել ու պարտադրել դա ընդունել։ Մենք հրաժարվում ենք, իսկ եթե դուք նկատի ունեք մինչև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տասնամյակների արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն էր։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ տասնյակ երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Եվ դուք ճիշտ նկատեցիք, որ հայոց ցեղասպանությունը առաջինը ընդունել է դատապարտվել է հենց թուրքական դատարանի կողմից։ Եվ չմոռանանք, որ Լեմկին ինստիտուտը մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանին արդեն մեղադրել է սեփական ժողովրդի ցեղասպանությունը ուրանալու մեջ։ Այսինքն մենք ինչ պիտի անեինք, որ չենք արել։ Եթե նկատի ունեք մինչ Փաշինյանը, այս Փաշինյանի քաղաքականությունը ես հենց հիմա ձեր օգնությամբ ուզում եմ հասկանալ։ Այս մարդը Երևանի սրտում նստած հայ մարդկանց վճարած հարկերի հաշվին ապրում, աշխատում է, այդ թվում նաև ցեղասպանության ժառանգների եւ ցեղասպանության ուրացման քարոզ է տանում ի թիվս բազմաթիվ հակահայկական դավաճանական գործողություններից բացի։ Լավագույնս սպասարկում է Թուրքիայի Հանրապետության շահերը։ Լավագույնս երբեք Թուրքիան որպես պետություն իր արտաքին քաղաքականության, դիվանագիտության շնորհիվ չի հասել այնպիսի արդյունքի, ինչպիսին որ ինքը հասնում է այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու կողմից։ Նա լավագույն պարգևն է Թուրքական Հանրապետությանը ու Թուրքիայի փիլիսոփայությանը ու վարած արտաքին քաղաքականությանը։ Պարոն Մկրտչյան, ինչքան էլ Լիլիթ Մակունցը վստահեցնում էր մինչև 20 թվականը, որ Թուրքիան չի միջամտի Արցախի դեմ պատերազմին Ադրբեջանի կողմից, այնուամենայնիվ 44-օրյա պատերազմը Ադրբեջանը հաղթեց թուրքական բայրակտարներով եւ թուրքական ռազմական ներուժի ակտիվ ներգրավմամբ։ Թուրքիան ակտիվորեն մասնակցում է հետպատերազմյան նաեւ մնացած բոլոր գործընթացներին, բանակցային եւ այլն իր ակտիվ աջակցությունը հայտնելով, չթաքցնելով Ադրբեջանի նկատմամբ։
Ընդհանրապես այսօր Թուրքիան ինչ հեռահար պլաններ ունի տարածաշրջանում եւ այդ պլանների մեջ ինչ դիրք ունի Հայաստանը, կա ընդհանրապես Հայաստանը ֆիզիկապես հայերով բնակեցված թե ոչ։ Ուրեմն նշված անձի հավաստիացումները կրկին անգամ Դե ու սա հումորի բազմիցս ժանրից է։ հումորով պետք չի վերաբերել, պետքա լրջորեն նայել դրան, երբ որ նա կանգնում ցանկացած պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդ, երբ որ խոսում է հարևան պետության մասին ու վստահեցնում, որ հարևան պետությունը նկրտումներ չունի, նա թշնամի չէ, նա ագրեսոր չէ, այսինքն այստեղից պետք է անել հետևյալ եզրակացությունը, ինչու՞մ նա տվյալ բանախոսի մոտիվացիան, ինչու է նա ուզում համոզել իր սեփական երկրի բնակչությանը, որ հարևան պետությունը ագրեսոր չէ։ Ինչու՞։ Ինչու, որովհետև սպասարկում է հարևան պետության շահերը։ Պարզունակը, բայց դրան հումորով պետք չի վերաբերել, պետքա շատ ավելի Դե Մակունցի հայտարարությանը բնականաբար այդ ժամանակ հումորով էինք վերաբերում, որովհետև դու ինչ գիտես։ Թուրքիան ընդհանրապես ինչ է ուզում կամ ինչ չի ուզում։ Հումորով մենք եթե հետ գնանք 18 թվի սկիզբ կամ 17 թվի վերջ Երևանում, Հայաստանում առհասարակ կամ աշխարհի ցանկացած տեղ, որտեղ որ հայեր էին ապրում, եթե կանգնեիր ու բարձրաձայն ասեիր, որ կլինի պատերազմ, որի արդյունքում մեր բանակը պարտություն կկրի, որի արդյունքում մենք Արցախ կկորցնենք, քեզ կամ որպես գեժի կվերաբերեին, կամ կարողա ծեծ ուտեիր։ Իսկ հիմա ծեծեսուտում Արցախի դրոշը ինչ որտեղ տեղադրելու համար կամ Արցախ բառը հնչեցնելու համար։ Այո, խնդիրը հետևյալն է, հասարակության ենթագիտակցության մեջ ժամանակի ընթացքում կոտրվել է հակազդելու ու առողջ դատողության այդ մասնիկը ասեմ, չգիտեմ, որ մարդիկ համակերպվում են, իսկ համակերպվելուց հետո արդեն նույն մարդը, որ կասեր, որ մեր բանակը կգովեր, որ մենք Արցախ չենք կորցնի, որ մենք կպայքարենք, նույն մարդը հենց հիմա ասում է, դե հիմա Արցախը մերը չի եղել, հիմա շատ էլ ասել են։ Ու անգամ ես վերջերս, եթե չեմ սխալվում, երկրի երկրորդ դեմքի մակարդակով, որ աղդամում նորեր ուտում իր հայրենիքում։ այո, ասվեց հետևյալը, մոտավորապես, գուցե ցիտեմ ոչ ամբողջությամբ, բայց մոտավորապես միտքը հետևյալն էր։ Դե ես ապուշ էի, հավատում էի այդ հիմար մտքերին, որ Արցախը մեր հայրենիքն է, հետո հասկացա, որ Արցախը մեր հայրենիքը չէ, իսկ դուք որ պնդում եք, դուք դեռ այդ ապուշ կարգավիճակից դուրս չեք եկել, դուրս եկեք։ Դա ասում է երկրի երկրորդ դեմքը։ Այսինքն ինքը իմաստություն ձեռք բերեց մեր կյանքի հաշվին, մեր զավակների կյանքի հաշվին, թե գուցե կարելի է ենթադրել, որ այդ նույն կարգավիճակը այսօր էլ է շարունակվում իր բնորոշմամբ ապուշի։ Տեսեք, ես դժվարանում եմ ասել, ինքը այն ժամանակ իրոք ապուշ էր, հիմա խելոքացել է, թե ինքը այն ժամանակ շատ խելոք էր ու ապուշացնում էր։ Սրանք երկու տարբեր բաներ են, բայց հիմա հարց, հիմա դու ասում ես, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, հարևան պետությունները այլևս մեզանից ոչինչ չեն ուզում, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, հիմա ես իմ մոտ վստահությունը որտեղից, որ դու հիմա չես ծտում կամ քո ասած այն ապուշը չես, գուցե հիմա էլ ես ապուշ, կամ գուցե հիմա էլ ես գիտակցաբար ստում, եթե մոտ ապագայում մենք չունենանք հայրենիք, չունենանք Հայաստանի Հանրապետություն որպես անկախ պետություն։ Գուցե այն ժամանակ էլ մեզ ասեն, դե Հայաստան դե չի եղել հիմա, դե հիմա որ չի եղել, ես ինչ անեմ, դու ինչ անես։ Այս նույն մարդը մի քանի օր առաջ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։
Այսինքն մի պետություն, որի ռազմական դոկտրինում Հայաստանը թիվ 1 թշնամին է, որի դպրոցներում, մանկապարտեզներում սովորեցնում են երեխաներին ինչպես ստորացնել հայ զինվորին, ատելություն են դաստիարակում առաջի հերթին հայ հանդեպ որպես առաջնահերթ թշնամի։ Հիմա այս մարդու ինչ պիտի ստուգենք, որ հասկանանք ինչ խնդիր կա։ Պետք է մի քիչ աղմուկը բաց թողել, լռության մեջ գտնել ու տեսնել տվյալ մարդու մոտիվացիան։ Ինչի է ասում։ Ձեր հիշատակած տիկնոջ քիչ առաջ որ հիշատակեցիք, որ ասում էր վտանգ չկա, սա նույն գործողությունն է, նույն միտքն է, բառերն են տարբեր։ Այսինքն ես շատ կուզենամ, որ ես սխալվեմ, շատ կուզենամ, որ ես սխալվեմ, բայց այն ինչ որ տեսնում եմ, տրամաբանությունը տանում է դրան, որ մենք կորցնելու ենք հայրենիքը որպես գաղափար, ազգը որպես այդպիսին, տակը մնալու է չոր շորերի վրա փակցված այդ քարտեզանման ինչ որ բանը, բրոշը, չգիտեմ, իսկ կարգավիճակը արդեն կարգավիճակի, եթե մենք կորցրել ենք մեր ինքնությունը, եթե մենք կորցրել ենք մեր հայրենիքը, պետության կարգավիճակը որպես այդպիսին էական արդեն նշանակություն երևի ունի, չունի, չգիտեմ, դրա մասին խոսելը ավելնորդ է արդեն։ Այսինքն կա վտանգ, որ մենք կկորցնենք, որովհետև մենք փաստը ունենք, մենք կորցրել ենք մի պետություն։ Պարոն Մկրտչյան, որպես թուրքագետ վերադառնալով Թուրքիայի դերին տարածաշրջանում եւ հատկապես մեզ առնչվող խնդիրներին, Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին տեսակետները միանշանակ չեն։ Կա կարծիք, որ այդ սահմանի բացումը, ինչքան էլ բաց սահմանները ճիշտ են, լավ է, այնուամենայնիվ Թուրքիայի հետ սահմանի բացումը իր մեջ նաև լուրջ ռիսկեր է պարունակում։ Ի վերջո, այդ սահմանի բացումը մեզ օգուտ է թե վնաս, ավելի շատ ըստ ձեզ։ Տեսեք, բաց սահմաններն առհասարակ ամբողջ աշխարհում ֆանտաստիկ լավ բան է։ Խնդիրը հետևյալի մասին է։ Եթե մենք ունենք թշնամի պետություն, որը որ երբևէ չի թաքցրել, որ մեզ թշնամի է, մենք բացում ենք նրանց հետ սահման, սկսվում է տնտեսական համագործակցություն եւ այլն, սկսած կենցաղից վերջացրած դիվանագիտությամբ։ Խնդիրը հետևյալի մեջ է. ինչ ունենք մենք կառավարության տեսքով, ինչ ակնկալիք ունենք առհասարակ Հայաստանի Հանրապետության զարգացման, դիրքավորվելու առաջիկա 5, 10, 15, 20 տարիների ընթացքում մենք ինչ ենք ակնկալում։ Եթե մենք չունենանք կառավարություն, որը որ սպասարկում է Հայաստանի Հանրապետության շահը, ազգային շահը, սկսած ֆիզիկական, վերջացրած մենտալ հոգեբանական առումներով, մենք կստանանք այն, որ բաց սահմանի պարագայում, ոնց որ եթե պատկերացրեք գետի հունը մենք փակում ենք ու միանգամից բացում ենք, ջուրը քշելու է տանի, տակը ինչ է մնալու։ Մնալու է որոշակի քանակի մարդիկ, ովքեր որ ազգությամբ հայ են եղել, ընդ որում կարող է հետագայում նաև հրաժարվեն, ասեն դե երևի հայ չենք եղել, մեր վզին փաթաթվել է, իսկ եթե ունենանք մենք կառավարություն, որը որ ընդունակ կլինի մշակել պետության զարգացման, անվտանգային խնդիրների զսպման, զարգացման, հզոր տնտեսություն, ակնկալիք այն ապրանքաշրջանառությունը, որը որ պիտի տեղի ունենա երկու պետությունների մեջ, որ կարողանա ինքը պահել իր պետության ու սպասարկել Հայաստանի Հանրապետության շահը, թող բաց լինի, իհարկե բաց սահմանը լավ բան է։ Մենք պիտի կարողանանք պաշտպանել մեզ, հետո նոր բաց սահման ապահովել։ Եթե չենք կարողանում, անգամ փակ սահմանի պարագայում մենք չենք կարողանում։ Փաստը ակնհայտ է։ Սահմանի մասին Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը վերջերս բավականին այդպես հանգամանալից փաստերով ներկայացրեց, թե ինչ նոր ներխուժումներ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության սահմաններին, հայ-ադրբեջանական սահմանում, այդ թվում նաև Սոտքի հատվածում։ Դուք Գեղարքունիքի մարզից եք, Կարմիր գյուղից, ձեր տարածաշրջանի, հենց Սոտքի Վարդենիսի հատվածում Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո
ներխուժեց, դիրքավորվեց, ամրակայվեց։ Ինձ հետաքրքիր է տարածաշրջանի բնակիչները առհասարակ տիրապետում են ամբողջությամբ ինչ է կատարվում սահմանին եւ ինչպիսին է նրանց վերաբերմունքը, ինչպես են արձագանքում։ Տարածաշրջանի բնակչությունը իրավիճակին կարելի է ասել ոչ թե չեն տիրապետում, այլ գաղափար անգամ չունեն։ Ինչ խնդիրը հետեւյալի մեջ է, սահմանը մարդու աչքից հեռու է։ Բնակիչը այդ սահմանը ստուգելու որպես այդպիսին գործիքակազմ չունի։ Ինչ է անում հարևան պետությունը առանց որևէ մի փամփուշտ կրակելու սահմանը իր պետության սահմանը մեծացնելով առաջ է գալիս։ Ներողություն, մերոն գլուխ են գովում, որ կրակոց չկա սահմանին։ Ինչու կրակեն, եթե թշնամին առանց կրակոցի, առանց Եթե փամփուշտ չկա ծախսելու առաջ է դիմադրություն, գալիս։ իհարկե դա ծախս է։ Ինչի համար ծախսի գումար, եթե ինքը առանց կրակելու, առանց որևէ ուժ գործադրելու կամ ֆինանս գործադրելու, ինքը իր սահմանները մեծացնում է այնքան, ինչքան որ ուզում է։ Տեղի բնակիչը, դա բնակչի խնդիրն է արդյոք գիտակցել, որ հարևան պետությունը թշնամի առաջ է գալիս, թե չէ, թե պետության ֆունկցիան է դա սահմանը պահելու ու մյուս կողմից բնակչությանը իրազեկելու, բացատրելու, որ այդ խաղաղությունը պետքա ունենա արժեք, ինչ ես վճարել խաղաղության համար կամ դու ինչ ես անում առհասարակ խաղաղություն պահելու համար կամ ինչ ես հասկանում խաղաղություն ասելով։ Հիմա եթե մենք տունը նստած սպասում ենք, մեր աչքը չի տեսնում նրա առաջ խաղացումը, իսկ երբ որ մեր աչքը տեսնի, արդեն շատ ուշ կլինի։ Չի հասկանում այդ բնակչությունը։ Գեղարքունիքի մարզը հարևան պետությունների հետ ունի ամենաերկար սահմանը։ Հարևան թշնամի պետությունը առանց որևէ խոչընդոտի մեծացնում է իր պետության տարածքը ու որպես այդպեսին նրանք չեն էլ թաքցնում։ Ալիևը ամենաբարձր ամբիոններից հայտարարում է, որ Գեղարքունիքի տարածքում եղած տեղանուններով, ադրբեջանական տեղանուններով գյուղերը, քաղաքները, Սևանալիճը նշելով, ասում է, որ դա մերն է, դա հայերինը երբեք չի եղել։ Ինչ ենք անում մենք։ Մենք ինչ ենք անում։ Կան անհատներ, որոնք որ ունեցած իրանց ռեսուրսներով ու որոշակի ամբիոնները օգտագործելով բարձրաձայնում են դրա մասին։ Միասնության թևեր քաղաքական միավորի ղեկավար Արման Թաթոյանը բազմիցս փաստագրել ու հայտարարել է դրա մասին, բայց մեկ մարդը արդյոք ընդունակ է չունենալով լծակ, չունենալով իր մեջքի հետևում պետական լծակներ ու մանդատ ազգի անունից հայտարարություն անելու իր արած հայտարարությունը կտա որոշակի արդյունք, բնականաբար ոչ։ Պարոն Մկրտչյան, անտերության մատնած սահմանի հարցերը այս իշխանություններն ասում են, որ դե սահմանազատման, սահմանագծման ընթացքում այս հարցերը կկարգավորվի, այսինքն հիմա թշնամին ներխուժում է, ինչքան ուզում է, ինչպես ուզում է, որողությամբ ուզում է, ամրակայվում է, հետո իբր թե այսքան ծախս անելուց հետո, այսքան ամրանալուց հետո Ադրբեջանը պիտի սահմանազատման, սահմանագծման ընթացքում իբր թե էլի այդ ֆանտաստիկայի ժանրից այդ բանի ժամանակ պետք է հրաժարվի եւ հետ կանգնի։ Ինչևէ, ձեր քաղաքական թիմը ինչպես է պատկերացնում հաջողության հասնելու դեպքում իհարկե այս սահմանային խնդիրների լուծումը, ընդհանրապես անվտանգության հարցերի օրակարգը միասնության թվեր քաղաքական նախաձեռնության ծրագրային հիմքում ինչպիսին է։ Անվտանգության հարցը առաջնային ու անկյունաքարային խնդիրն է, որը որ պարոն Թաթոյանը առաջ է տանում։ Եթե մենք չունենանք զսպման մեխանիզմ, եթե մենք չունենանք հզոր տնտեսություն, որը որ կտա հնարավորություն ել ավելի հզորացնել բանակը, որով որ հնարավոր կլինի թշնամի պետությանը զսպել, ապա մենք ոչինչ չենք կարողանա անել։ Իսկ մեր առաջնորդի հաջողության հասնելու դեպքում գոյություն ունեցող անգամ եթե այս պահին թվում է որ սակավաթիվ է, բայց այդ սակավաթիվ գոյություն ունեցող ռեսուրսներով հնարավոր է կարճ ժամանակում հասցնել զսպան մեխանիզմները մի այնպիսի մակարդակի, որ հարևանը արդեն գոնե առաջ չգա, իսկ հետագայում արդեն հնարավոր լինի հստակ այդ սահմանները հստակեցնել, բայց եթե մենք չունենանք զսպման մեխանիզմ,
Որ առաջին հերթին բանակն է, ըստ ձեզ։ Բնականաբար չունեցանք զսպման մեխանիզմ, նա միշտ առաջ է գալ։ Իսկ գործող իշխանությունը անում է հնարավորինս ամեն ինչ, կարմիր գորգը փռած, ասում է առաջ եկեք։ Լավ, վերադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մենք ունենք հանրապետությունում մի քայլող շառ, այլ կերպ չեմ կարող ձևակերպել, որը համատեղության կարգով նաև այս երկրի վարչապետն է։ Այս մարդը կարող է հայտնվել տարբեր տեղերում եւ փորձանք դառնալ այդ օրը ինչ-որ վատ երազ տեսած կամ ձախ ոտքի վրա արթնացած որևէ մեկի համար։ Վերջին միջադեպերից մեկը Ծաղկազարդի օրը Սուրբանա եկեղեցում հայտնված զույգ եղբայրներն էին, որոնք, այսպես ասած, Փաշինյանի հետ ճակատագրական հանդիպումից հետո հայտնվեցին իրավապահների ուշադրության տակ հրեակատարողական հիմնարկներում, հիվանդանոցում, վերակենդանացման բաժանմունքում։ Շարունակեմ, լուսաբանվում է, բոլորս տեղյակ ենք։ Նախ չեմ խոսում այն մասին, որ ինչ անօրինականություններ են թույլ տվել այդ օրը Նիկոլ Փաշինյանը իր թիկնազորի հետ այդ եկեղեցու տարածքում, հենց իրավապահների տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ նա քաղաքական գործունեություն էր իրականացնում, թե ինչ քաղաքականություն գործունեություն կարելի էր իրականացնել Ծաղկազարդի օրը եկեղեցում, անկեղծ ասած երևակայությունս չի ներում ուղղակի հասկանալ։ Երիտասարդին, որին մեղադրում են բռնության մեջ, ակնհայտ տեսանյութում երևում է, թե ինչպես էր թիկնազորի անդամը հարվածում այս տղային։ Հավանաբար հենց այս հարվածի հետևանքով է տեղի ունեցել այն ամենը, ինչ տեղի է ունեցել, եւ այս երիտասարդի այսօրվա առողջական վիճակն էլ հենց պայմանավորված է նաեւ հենց այս հարվածից, բայց այս չգիտեմ, ուղղակի դժվարանում եմ ինձ զսպել որևէ բառով չբնութագրելու, կոպիտ բառով չբնութագրելու այդ հաստավիս թիկնապահին, որը հարվածում է եւ փոխանակ նա այս պահին պատասխանատվություն կրեր 18 տարեկան Դավիթն է փաստորեն պատասխանատվություն կրում։ Ինչևէ դրվագներն այնքան շատ են, որ մենք անգամ չենք հասցնում խոսել այդ մասին, լուսաբանել, տեսակետ արտահայտել, հերթական զոհին պաշտպանել այս կամ այն ձևով սոցցանցերում կամ մեկ այլ ձևով։ Ես պարզապես ուզում եմ հասկանալ, սա այս տղայի նկատմամբ այս, չգիտեմ, անմարդկային վերաբերմունքը 18 տարեկան տղայի, որը ճակատագրական իր փուլում է գտնվում։ Դպրոց է ավարտում, փայլուն առաջադիմությամբ երիտասարդ, որը պիտի բուհ ընդունվի, բայց այս պահին Նիկոլի ռեժիմը նրան հալածում է ոնց կարողանում է։ Ինչ է ուզում ցույց տալ սա։ Վախ է տարածում երիտասարդների շրջանում հասկանալով, որ իր դեմ առաջինը երիտասարդներն են ընդվզելու։ Բնականաբար, դա կասկած անգամ չկա։ Տեսեք, միջադեպը, որը որ տեղի է ունեցել, առաջին հայացքից թվում է, թե կարող է սպանտան միջադեպը, բայց ես առավել քան վստահ եմ, որ դա պլանավորած, հստակ պլանավորված ու իր կողմից արված քայլեր են։ Նա հստակ գիտեր, որ երբ որ եկեղեցում առավել եւս մեր տաղավար տոներից մեկի ժամանակ ժամերգությունը սկսվելուց հետո հրելով հավատացյալ ժողովրդին ներս է մտնում, դա բնութագրել բնականաբար արդեն իրական Խոչընդոտում է ծեսը ներողություն։ Նա իրավական արդեն որակում ունի սա, նա ծեսը խոչընդոտել է։ Նա ցույց է տալիս իր վերաբերմունքը հայ առաքելական եկեղեցու ու հավատացյալ ժողովրդի նկատմամբ։ Լուծումը այլ խնդիր։ Նա հստակ գիտեր, պլանավորած ու ենթադրում եմ, որ խնդիր է դրվել սադրել երիտասարդների։ Սրանով նա ինչ խնդիր է լուծում։ Նա լռեցնում է, հստակ ոչ միայն լռեցնում է, նա վախեցնում է, վախի մթնոլորտ է ստեղծում երիտասարդների հետ։ Երիտասարդը վաղը մյուս օր սահմանը պահող երիտասարդն է։ Այդ երիտասարդը վաղը մյուս օր գիտությունը զարգացնող երիտասարդն է եւ այլն։ Նա երիտասարդին ոչ թե լռեցնում է, այլ վախեցնում է, վախի մթնոլորտը այս պահին առհասարակ Հայաստանի Հանրապետությունում վախի մթնոլորտը, ես չգիտեմ, այս մակարդակի երբևէ չեմ հիշում, որ նման վախի մթնոլորտ լիներ։
Այսինքն առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու միակ գործիքը վախն է մնացել Փաշինյանի։ Ի վերջո այս 18 տարեկան տղայի նկատմամբ այս վերաբերմունքը, եկեղեցում սադրանքը, ինչքանով է այս մարդուն բարձրացնում շարքային հայ ընտրողի աչքում։ Տեսեք, նա լավագույնս տիրապետում է Հայաստանի Հանրապետությունում ապրող ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների այն հատվածի այդ քանակի հոգեբանությանն է տիրապետում, նա հստակ գիտի, մենք եթե դուրս գանք փողոց ու փորձենք շրջել ու հարցնել, կտեսնենք, որ գրեթե երևի 10-ից 7-ը ասելու են, որ ինքը ճիշտ արեց, չէր կարելի վարչապետին խփել։ Խնդիր որպես այդպիսին, թե այդ երիտասարդը ինչից հետո է փորձել խփի, անգամ ես տեսել եմ ճիշտն ասած կադրերը, բայց խփելու կամ չգիտեմ երիտասարդի համար տարբերություն չկար ով էր կանգնած, իրան հարվածել են, ինքը պատասխանել է։ Բացարձակ չի երևում, որ երիտասարդը Նիկոլ Փաշինյանն էր կոնկրետ ցանկանում Անգամ խփել։ եթե նայես տեսնես աչքերի այն մակարդակը նա ուր է նայում, նա գաղափար անգամ չի ունեցել, թե ումա պատասխանում, բայց խնդիրը լուծել է նա։ Իսկ այն հատվածը, որը որ անցած ընտրություններում իրան ձայն է տվել, այդ հատվածի համար բնականաբար ինքը հերոս է։ Այն ազնիվ, խելացի մտածող հատվածի աչքին ինքը ընկնում է, բայց արդյոք ազնիվ հատվածը իր ընտրազանգվածն է, բնականաբար ոչ, բայց ազնիվ մտածող մարդկանց վախեցնելով, լռեցնելով, նա այլ հարց է լուծում։ Վաղը մյուս օրը հաջողության, եթե նրանք հաջողեն, ես ասում եմ շատ կուզենամ սխալվեմ, բայց մենք կորցնելու ենք հայրենիքն էլ, ազգն էլ, պետությունն էլ որպես այդպիսի։ Իսկ այս լռեցումը, այսօր Երևանի կենտրոնում լռեցումը, դա սահմանին արդեն լռած, վախեցած սահմանապահն է, որը որ չի կռվելու, վախենալու է։ Ինքն էլ արդարացնելու է դա, ոնց որ արդարացնում են Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ, ասում են դե չկռվեցին, գնայիք կռվեիք։ Անկեղծ ասած մի քիչ վիճելի բան եք ասում, որովհետև ես իմ շրջապատում գոնե չեմ հանդիպել մարդու, որը արդարացներ այս արարքը, բայց չեմ ուզում այդպես շատ հակադրվեմ, վախը միգուցե իսկապես լուրջ գործոն է, որը օգտագործում են, բայց օրինակ մյուս բաները եւս կուզենայի հասկանալ։ Օրինակ, ինչքան վատ կարծիք պիտի ունենաս սեփական ժողովրդիդ մասին, որի սիրտը շահելու համար ամենագրեհիկ վարքագիծ դրսևորես, սկսած այդ ուտելուց, տհաճ տեսարաններից մինչև անհասկանալի երաժշտության տակ, անհասկանալի շարժումներով ցատկոտելը։ Ես ուզում եմ հասկանալ նախ մեր սոցիումի հոգեբանությունը, իսկապես ճիշտ է ուսումնասիրված, լավ է ուսումնասիրված հայ սոցիումի հոգեբանությունը, իսկապես մեծամասնությանը սա դուր է գալիս։ Այս տեսանկյունից փորձենք հասկանալ, պարոն Մկրտչյան։ Տեսեք, ես նախորդ ձեր բանը մեկնաբանեմ, դուք բախտավոր մարդ եք, որ ձեր շրջապատում միայն առողջ մտածող մարդիկ են։ Ես ուղղակի լավ մաքրել եմ իմ շրջապատը բնականաբար, տարիներին։ բայց դա մեզ կտրում է իրականությունից։ Իսկ ինչ վերաբերում է մեր հասարակության սոցիալական հոգեբանությունը ու այդ մակարդակը, նա գործող քայլող փորձանքը, ոնց դուք ասեցիք, ես ճիշտն ասած բնականաբար ոչ ֆորմատը, անգամ փողոցում արդեն են բնորոշող բառերը կորցրել են իրենց ակտուալությունը, ինչևէ նա լավագույնս ստուգել է դա, ստուգել է դեռ մանուկ հասակից, նա շատ լավ հասկանում է իրեն ձայն տվողին, շատ լավ, այլ բան ու ցավոք սրտի դա մեծամասնություն է կազմում, ցավոք սրտի դա մեծամասնություն է կազմում, այս պահին մենք ունենք հնարավորություն դա զսպելու ու այդ անիվը հակառակ կողմ պտտելու, այսօր ունենք, վաղը չգիտեմ, մենք ընդունակ ենք արդյոք ձևավորել այնպիսի միջավայր, որ մեր հասարակության այդ հատվածը կամաց փոփոխվի, բնականաբար այո, այսօր ունենք, վաղը չգիտեմ։ Մարդ, որը իրեն դիրքավորել է որպես արևմտամետ եւ ցույց է տալիս, որ իր հոտը, իր ժողովրդին Մովսեսի նման այսպես առաջնորդում է դեպի դրախտ,
ավետյաց երկիր, այն է Եվրամիության կազմում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ իր պաշտոնավարման ընթացքում նախորդ բոլոր ղեկավարներից ամենաշատն է այցելում Մոսկվա, ինչպես ասում են, ցարի դուռը, եւ իր խոնարհությունը, իր հպատակությունը ներկայացնում եւ այլն։ Սակայն վերջին այցը մի փոքր ոնց որ տարբերվում էր ապրիլի 1-ին խորհրդանշական խաբելու օրը Պուտին-Փաշինյան այդ հանդիպումը իմ կարծիքով ամենաանկեղծն էր նախորդած բոլոր հանդիպումներից, բազմաթիվ հետաքրքիր մտքեր իհարկե հնչեցին։ Ես ուղղակի առանձնացրել եմ մեկը, որը վերաբերում էր Արցախյան խնդրին։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ինքը ճանաչել է Արցախը այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը մինչ այդ 2 անգամ հայտարարել էր այդ մասին։ Հիմա եթե Վլադիմիր Պուտինը հայտարարի, որ Սյունիքը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչ է Փաշինյանը էլի նույն տրամաբանությամբ Սյունիքը կճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Կամ եթե Պուտինը 2 անգամ հայտարարի, որ Հայաստանը միութենական պետության մաս է դառնում, նույն տրամաբանությամբ Փաշինյանը էլի պիտի հայտարարի, հա, որ Հայաստանը միութենական պետության մաս է դառնում։ Ինչպես եք վերլուծում նախ այս դրվագը, այս մոտեցումը եւ առհասարակ վերջին հանդիպումը ինչ երանգներ ուներ եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ հետագա գործընթացների վրա ներքաղաքական Հայաստանի։ Տվյալ մարդը ինքը քրոնիկ ստախոս է, չափից դուրս վախկոտ է ու այն ամենը ինչ է ինքը որ անում է, ինքը չի կարողանում կանգնի ու ասի, որ ես եմ արել։ Նա միշտ մեղավոր է փնտրում։ Այլ բան է, մենք դա ընդունում ենք, թե չենք ընդունում։ Ինչ կապ ունի առհասարակ ցանկացած այլ պետության ղեկավարի հայտարարություն մեկ այլ պետության մասին։ Դա ինչ նշանակություն ունի առհասարակ 2 անգամ կասի, 5 անգամ կասի, 1 անգամ կասի, թե չի ասի։ Բայց այն մարդն է ասում դա, երբ որ ինքը այստեղ մեզ ամեն օր փորձում է ապացուցել, որ ինքը աշխարհի ամենաինքնիշխանն է։ Եվ միայն իր շնորհիվ է Հայաստանը այսքան երջանիկ եւ այսքան ինքնիշխան դարձել։ Ես կրկնեմ, թե ով ինչ կասի, դա էական չէ, թե դու ինչ ես ասում ու ինչ ես անում, կարևորը դա է։ Եթե հիմա շարունակեմ ձեր ասածը, եթե Պուտինը հայտարարի, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի մարզ է, 2 անգամ չէ, 3 անգամ բարձր ասի, ինքը համաձայնելու է, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի մարզ է, բնականաբար ոչ։ Ու ինքը ոչ կճանաչի, ինքը դա իր շահերից չի բխում ու չի բխում այն պետությունների շահերից, ում սպասարկում է ինքը։ Դա էլեմենտար ամենակենցաղային մակարդակի մանիպուլյացիա է, բայց արվում է իլուր ամբողջ աշխարհի։ Այս հանդիպան մյուս շեշտադրումները որոնք էին եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ առաջիկա գործընթացների վրա։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը որպես գերտերություն, ոնց որ մնացած բոլոր գերտերությունները այսօր լուծում են աշխարհաքաղաքական շատ լուրջ խնդիրներ, որպես այդպիսին 100-150 տարին մեկ գերտերությունները փորձում են աշխարհաքաղաքական քարտեզ նոր ձևավորել, նոր խաղի կանոններ ձևավորել եւ այլն։ Հիմա Ռուսաստանը իր ազգային պետական շահերից ելնելով անում է քայլեր, այդ քայլերի մեջ մենք տեղավորվում ենք, թե չենք տեղավորվում։ Ինչպիսին է մեր մոտեցումը։ Մենք ինչ ենք ուզում, ինչ ենք սպասում դրանից։ Ռուսաստանը մեզ համար պիտի պատասխանատվություն կրի, Ռուսաստանը մեզ անվճար գազ պետքա տա, Ռուսաստանը պետքա գա ասի ձեզ տեր եմ կանգնում, թե ասում է տեր եմ կանգնում, համաձայն չեն, ասում է տեր չեմ կանգնում, մեղադրում են։ Ես չգիտեմ, ասենք ինչ սպասել մեր գործող իշխանությունից։ Իսկ ինչ սպասել միասնության թևերից առաջիկա ընտրություններում հաջողություն ունենալու դեպքում։ Նախ ինչ կարգախոսով եք գնում այդ ընտրություններին, ինչ խոստումներով եք գնում եւ որն է ձեր հիմնական դիրքորոշումը։ Ինչ եք ավելացնելու հայ քաղաքական կյանքում, ինչ նորություն եք բերելու եւ ժողովրդի համար ինչ կարեւոր ասելիք ունեք դուք։ Պարոն Թաթոյանը նոր անկախ Հայաստանի այն եզակի կերպարներից մեկն է Սովետ միության փլուզումից հետո ու ստեղծված նոր անկախ Հայաստանում հասունացած
կրթություն ստացած ու ձևավորված այնպիսի մարդ է, որի նմանը քաղաքական դաշտում մենք երբևէ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք ուժեղ ղեկավարներ, մենք ունեցել ենք, չգիտեմ, տարբեր տեսակի, բայց պարոն Թաթոյանի կերպարը գիտելիքներով, իր մարդկային բարձր հատկանիշներով, ազնվությամբ, բոլորի նկատմամբ հավասարությունը որպես առաջնահերթություն, հաջողության դեպքում ես առավել քան վստահ եմ, պարոն Թաթոյանի ձևավորած կառավարությունը լինելու է մի այնպիսի համակարգ, որտեղ որ ամեն ինչ աշխատելու է ժամացույցի պես, այսինքն ոչ թե կախված է լինելու մի մարդու կամքից կամ խոսքից կամ ցանկություններից, այլ անկախ մարդուց համակարգը սկսելու է աշխատել։ Ես առավել քան վստահ եմ, որ հաջողության դեպքում մենք ունենալու ենք որակապես բոլոր լավ կողմերով ձևավորված իշխանություն, իսկ այդպիսի իշխանությունը ընդունակ կլինի Հայաստանի Հանրապետության դիրքը ամբողջ աշխարհում բարձրացնելու, զարգացնելու ու ամրապնդելու։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում առաջիկա գործընթացներում։ Հուսանք, որ առաջիկա ընտրություններում ընտրողը այնուամենայնիվ կառաջնորդվի ոչ թե վախով, այլ արդարության պահանջով։ Ձեր քաղաքական թիմի կարգախոսը արդարությունը գալիս է, կարծում եմ, պիտի որ ավելի կարևորի այս ժողովուրդը, որովհետև արդարությունն է, որ ամեն կերպ եւ բոլոր ասպարեզներում ոտնահարված է։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը այսօր Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ, քաղաքագետ, թուրքագետ Հովիկ Մկրտչյանն էր։ Զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Ցտեսություն։